Ալո, լսում եմ, այդտեղ ահա փաստորեն, լավ գալիս եմ, եթե դուրս գա ինձ անպայման տեղյակ պայեք։ Ինչ կարիք կա այդպես պաշտոնական։ Այսինքն, դե այն մարդիկ, ովքեր ընդհանուր գաղտնիք ունեն, պետք է իրար դույով դիմեն։ Մարդ Կարամիչ, ես դեռ պարոն Ադամյանի օրոք երաշխավորել եմ ձեր ընկերությունը, որպես պարտաճանաչ և լուրջ ֆիրմա, այնպես որ նրանք նույնպես հետաքրքրված են։ Որևէ հիվանդանոցում բուժման կամ ստուգման գնացել եք։ Չէ, ինչի։ Իսկ Մակարյանը պնդում էր, որ բուժվել եք իր մոտ։ Ես չգիտեմ ինչ էր պնդում Մակարյանը։ Ընկեր չեն կարող դու ես մնացին խփել։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Մարիկ Արմենովնա, ձեր հոգեբանական ծառայություններից կարող են օգտվել միայն կալանավորները, թե ասենք հանձնակազմն կարող է օգտվել։ Պարոն Մանուկյան, ես բժիշկ եմ և պարտավոր եմ օգնել եմ բոլոր մարդկանց, ովքեր իմ օգնության կարիքն ունեն, այնպես որ լսում եմ ձեզ։ Ես ինչի ես մենակ։ Մտքերի մեջ էի։ Ես ինչ հա։ Հեչ կարևոր չի, դու կարող ես չկարդալ։ Բայց ինչ ա որ ես չպիտի կարդամ։ Սա ով ա գրել։ Ադամյանների անքում զոհվածի ընտանիքը երկու անչափահասները մնացին առանց հայր։ Գուցե Էլեն Ադամյանի մահը հատուցումներ Ադամյանների մեղքերի համար։ Ոնց կարելի է։ Լիլիթ, դու դրան պիտի պատրաստ լինեիր։ Ով ա գրել սա։ Ոնց կարելի է նման բան անել։ Լիլիթ, հիմա ով ասես, ինչ ասես, չի հրատարակում ու չի գրում։ Դա չի նշանակում, որ ամեն հոդվածից հետո դու քեզ այդքան վատ պիտի զգաս։ Գիտես սարսափելին որն է, մամ, որ ինչ գրել են ճիշտ են գրել։ Տենց մի ասա։ Ես հիմա սարսափով սպասում եմ, որ այդ մարդու մահից հետո ինչ ա լինելու, հետո ինչ ա լինելու։ Ու գիտես ներքուստ ուրախանում եմ, որ երկրորդ, երրորդ երեխա չունեմ, որին կարող ա վտանգ սպառնել, մամ։ Ես ամեն անգամ փորձում եմ հասկանալով քեզ մոտենալ, իսկ դու քեզ կորցրել ես։ Կորցրել եմ։ Ինչ լավ արտահայտություն ա, չէ։ Հա, մամ, կորցրել եմ։ Ես չգիտեմ ով եմ, ինչ եմ անում, որտեղ եմ, չգիտեմ։ Լիլիթ ջան, մի խորտակի կյանքդ։ Դու դեռ երիտասարդ ես։ Երեխաներ կունենաս։ Մամ, էլ չեմ դիմանում։ Էլ չեմ դիմանում։ Ինչ է արել։ Նորից սա։ Նորից։ Հետո կխոսենք։ Իհարկե, հետո կխոսենք։ Ես ով եմ, որ լսեմ, թե ինչ եք խոսելու։ Լիլիթ, մի րոպե, դու սխալ հասկացար, ես ուղղակի չեմ ուզում, որ դու ավելորդ անգամ նեղվես։ Գնա հետևից հանգստացրու։ Մամ, ես արդեն հոգնել եմ ես ամենից, հոգնել եմ ստեղը սա, ես էլ եմ մարդ, կարիչ չեմ, հասկանում եք։ Թող մի քիչ ինքն էլ մտածի։ Չէ, ոնց կլինի, ամեն անգամ իրեն հանգստացնող ա պետք, մեկը կողքից պիտի անընդհատ հանգստացնի։ Դու նրա ցավը չես հասկանում, նրա ցավը ուրիշ է։ Մերսի, մամ ջան։ Մարկ, ես այդ նկատի չունեի, ուղղակի մոր ցավը ոչ ոք չի հասկանում։ Չգիտեմ արդեն, մամ, հոգնել եմ արդեն։ Հանգստացի Մարկ, ձեզ երկուսիդ էլ հանգստանալա պետք։ Լավ դե Մակ ջան,
Ես երևի թե արդեն գնամ տուն։ Չգիտեմ թե տանը ինչ է կատարվում։ Հա, շուշ, բայց որ պապատ իմանա դու վարորդին տուն ես ուղարկել ու մենակ եկել ես այգի, այդ Հա, ես գիտեմ։ Ինքը ինձ կսպանի, բայց դու տեսար, որ ոչ մի բան էլ չի եղել։ հա, բայց դու պետք է զգույշ լինես, չէ՞։ Այն ամեն ինչ քո հետ է կատարվում, ես դրանից ավելի շատ եմ վախեցած, քան դու։ Հավատամակ, ես էլ եմ շատ վախենում։ Բայց ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք կողքից տեսնեն ու մտածեն, որ ես վախեցել եմ ու իրենց հաղթած գան։ Նրանք պետք է հասկանան, որ ես չեմ ընկճվել ու իմ կյանքը շատ էլ լավ շարունակվում է։ Երանիկը վճռականության գիտես։ Լավ, դե մի վախեցի, գնացի, լավ հունի։ Ասա։ Պարոն Այվազյան, ամեն ինչ պատրաստ է։ Այսօր եք հանդիպում։ Հա, պատրաստ է, պայմանագիրը ստորագրել։ Ապրես։ Արել եք նրանց ոնց որ ասացել եմ։ Հա։ Հա։ Ապրեք։ Լավ շո։ Ինչ կա հոպար։ Ջանսալություն։ Արտոն եփ է ստանալու։ Վաղը ինչի։ Սանանք ստանում եմ։ Դու բան ա եղել։ Չէ, բան չի եղել։ Կա ուրիշ գործեր կա։ Ինչ գործ։ Պետքա պատրաստ լինես։ Կարճ ժամանակում ապրանք ունենք ստանալու։ Ու ինչ ապրանք ա։ Հետո կասեմ։ Դու նազյոժնի մի 2-3 հոգի մոտ այդ բայ։ Հետո կասեմ կիմանաս։ Արդեն հետաքրքիր է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիշեցիք ինձ։ Ես ձեզ դեռ առաջին հանդիպումից եմ հիշում։ Պետք է այդ լրագրողին գտնել։ Եթե սա առաջին անգամը չի, նա ֆիքսվել է մեր ընտանիքի վրա, ուրեմն նրան պետք է գտնել։ Մենակ մեզ վրա չի ֆիքսվել։ Այվազյանների մասին էլ է գրում։ Չգիտես ինչի իրան այս պատմությունը շատ հետաքրքիր է։ Չեմ կարծում, որ հնարավոր չի նրան գտնել։ Խմբագրությունից տվյալներ չեն տալիս։ Սամոն ասաց խմբագրության մոտ մարդ կդնի, որ իմանանք ով է ներս ու դուրս անում, ինչ է անում։ Այդքանին, որ դուք ստուգ եք, այդ ինչքան ժամանակ պիտի անցնի, հա։ Բա ինչ անենք։ Ինչ որ իդեա կա նոր։ Պետքա ծուղակ պատրաստել ու նա իր ոտքով կգա ու կընկնի մեջը։ Բայց ո՞նց։ Ինչ պետք է անենք։ Ես չեմ կարծում, որ այդ տեքստը գրողը այդքան միամիտ է։ Իսկ մենք թակարդը կլարենք խելացի մարդու համար, ոչ թե միամիտ։ Չգիտեմ, մտածել է պետք։ Բարև ձեզ։ Բարև Անուշիկ ջան։ Ո՞նց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Լիլիթը զանգեց, խնդրեց որ գամ։ Լիլիթը իր ասենյակում է, կարող ես բարձրանալ։ Լավ, առայժմ։ Ինչ որ բան է պատահել։ Ոչ մի բան։ Ոնց որ շփոթվեցիր։ Չէ։ Ինչը պիտի շփոթվեմ։ Անգամ չբարևեցիր։ Մամ, Անուշիկը իմ մոտ է աշխատում, առավոտ տեսել ենք իրար։ Հա, ճիշտ է, մոռացել էի։ Առաջի հանդիպումից հիշեցիք։ Հա, երբ առաջին անգամ այգում բախվեցինք։ Բայց Այդ մեր երկրորդ հանդիպումն էր, չէ՞։ Առաջին անգամ ես ձեզ տեսել եմ եղբորս դադին։
Հա, ճիշտ է։ Ո՞վ եք դուք։ Ինչ գործ ունեիք այդտեղ։ Ես ուղակի Մարկի ընկերն եմ։ Մարկի ընկերը։ Հա, Մարկի։ Դե ում երեխան որ մահացավ։ Արտուն չի սպանել այդ երեխուն։ Բայց դատավարության արդյունքները լրիվ ուրիշ բան ապացուցեցին։ Այդ դատավարությունը կատարյալ թատրոն էր, հիմարություն։ Արտուն երբեք երեխայի չէր կարող սպանել։ Դե բայց ինքնա չէ վիրահատությունը արել։ Ամեն ինչ ինքն է արել, նշանակում է, որ Ես ոչինչ չեմ պատրաստվում բացատրել ու ապացուցել։ Լավ մնա։ Լավ, սպասի։ Արի ուրիշ թեմայով խոսանք, փոխենք թեման։ Լավ, այս թեման փակենք, ուրիշը բացենք։ Իմաստը ո՞րն է։ Դե իմաստը այն է, որ կնստես, կշփվենք, խոսանք, չես գնա։ Չէ, ես պետք է գնամ։ Արի լավ, մի քիչ մնա, ես քեզ խոսք եմ տալի, ախորդ թեմայով ընդհանրապես չեմ խոսա։ Դե 5 րոպե։ Լավ։ Մինչև հիմա չեմ հավատում, որ դու չկաս, պապ ջան։ Արգելում էիր չէի թողնում, որ մաման ինձ բանտ բերեր այցելության։ Ես քեզ այդպես էլ կորցրեցի։ Կարոտը սրտումս։ Առանց քեզ մեծացա։ Սա միակ վայրն է, որտեղ ես կարող եմ շփվել քեզ հետ։ Լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Ես հիմա օգնում եմ այն մարդկանց, ովքեր քեզ նման են, ովքեր օգնության կարիք ունեն։ Անում եմ այն, ինչ որ չարեցին քեզ համար, պապ ջան։ Լիլ, բայց չես չափազանցնում։ Չէ, իհարկե չէ։ Բոլորի համար միևնույն եմ դարձել։ Բոլորը տարված են իրենց գործերով։ Անկամ սկեսուրս։ Մտել այդ խնդիրների մեջ ու զարմանում եմ, ոնց չեմ հետ գալիս երեխուց հետո։ Դե նրա վրա հիմա շատ մեծ պատասխանատվություն կա։ Գիտեմ, բայց դրա համար կա Մարկը, Միքոն։ Ո՞վ։ Միքոն։ Լավ էլի, Լիլիթ։ Ամբողջ պատասխանատվությունը Մարկի ու Սերին է հիմա։ Նո մի քիչ էլ հորեղբոր։ Հա, դե իհարկե։ Դու էլ ես չէ հիմա այդ գործերի մեջ։ Լիլիթ, ես ընդամենը ամուսնուդ օգնականն եմ։ Լավ, կներես։ Կներես, ուղղակի շատ եմ նեղված։ Անկեղծ ասած, ես քեզ շատ լավ հասկանում եմ։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես Մարկի համար ուղղակի անտեսանելի եմ։ Որ չկամ նրա համար որպես կին։ Լիլիթ, ինչ ես խոսում։ Մարկը քեզ շատ է սիրում։ Սիրում էր։ Բայց հիմա չգիտեմ։ Անուշ ոչ ոք չի ուզում դժվարություն կիսել։ Ես մենակ եմ իմ տառապանքի հետ։ Հա սկզբում կողքիս էին, մխիթարում էին, ինձ ուժ էին տալիս։ Բայց հիմա էլ չէ։ Հոգնել են ինձնից էլ, իմ ցավից էլ։ Բայց Տիկին Մարիամը միշտ էլ շատ ուշադիր է եղել քո հանդեպ, ինչպես նաև Մարկը։ Պետք չի ֆիքսվել այդ մանրուքների վրա։ Չէ, ոչ ոք տրամադրություն չունի ինձ լսելու։ Ու ես չեմ զարմանա, որ մի օր լսեմ Մարկը մեկին ունի։ Հա, կգտնի մի անհոգ մարդու, ում հետ կկիսվի, անհոգ օրեր կանցկացնի։ Ու այդ մեկը կտա Մարկինեն, ինչ որ ես հիմա չեմ կարողանում տալ։ Ես չեմ կարողանում նորմալ ուշադրություն տալ Մարկին։ Ես չեմ հավատում, որ Մարկը նման քայլի կգնա։ Չգիտեմ, ես հիմա էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Լիլ, խնդրում եմ, էլի մտքիցդ հանի այդ անիմաստ մտքերը։
Դու էլ հոգնեցիր արդեն ինձնից։ Չէ, հոգնելու խնդիր չկա, ուղղակի պետքա գնամ, որովհետև օֆիսում ես էլ բավականին ծանրաբեռնված եմ ու բաներ կա, որ չեմ հասցնում անել օֆիսում, տանը պիտի անեմ։ Հա, հասկանում եմ։ Անուշ, շատ շնորհակալ եմ, որ գալիս ես։ Դու միակ մարդն ես, ով ինձ լսում է։ Միշտ սիրով։ Կտեսնեմ։ Մի րոպե, Անուշ, պիտի խոսենք, այսօր դու չթողեցիր ես գոնե մի բառ ասեմ։ Մարդ, խնդրում եմ ձեր կապված։ Մերսի, Անուշ ջան, որ եկար, որ Լիլիթի կողքին ես։ Սիրով, Լիլիթի իմ ընկերուհին է։ Իսկ ես կարծում էի դու արդեն գնացել ես Անուշ։ Չէ, զրուցում էինք Լիլիթի հետ։ Հիմա գնամ։ Հաջողություն։ Լավ մնա։ Ինչ ես տենց նայում։ Այս ինչ էր նշանակում։ Ինչ է։ Կարծում եմ դու գիտես ես ինչ նկատի ունեմ։ Մամ, դուրս ես գալիս, հետո մի երկու բառ ասի խոսամ։ Իսկ ձեռք բռնելը պարտադիր էր։ Թե այնպեսի բան էիր ասում, որ չէր ուզում լսել։ Չէ։ Ինչի ձեռքը բռնել է, հա։ Երևի իներցիայով է ստացվել։ Չէ, տես բան չեմ ասել որ։ Լավ, բան չեմ ասում, դու մեծ մարդ ես։ Կարծում եմ ինքդ ամեն ինչ կհասկանաս ու հասկանում ես։ Իսկ ես գնամ Լիլիթի մոտ, խոսելու բան կա։ Դու ընդենայի հենց մարկա շվվցրել։ Մի քիչ էլ համբերի ու ամեն ինչ լավ կլինի։ Разве это точнее? Азизжан. Երկու кофе. Այ հիմա տնենք ինչ գործերքների մեջ ես, մեր ախպեր։ Պաստորեն այդ ամեն ինչը համալսանում ես անցնում, հա։ Հա, դա շատ կարևոր է իմ մասնագիտության համար։ Պարզ է։ Այս ինչքան ժամանակ անցավ։ Ինչքան անցավ։ 5 րոպեից հաստատ շատ ավելի։ Դա նրանից է, որ մեր շփումը խոսակցությունը ստացվեց, դրա համար ժամանակը թռավ։ Լավ, ես պետք է գնամ արդեն։ Մենք էլի կհանդիպենք։ Չեմ կարծում։ Ինձ թվում է կարելի է այդ հարցը շուտ լուծել, ավելի հեշտացնել։ Այսինքն հեռախոսիդ համարը տաս, ես զանգեմ, նորմալ պայմանավորվենք միտեղ հանդիպենք։ Չեմ կարող։ Դե այդ դեպքում նորից պետքա գամ ձեր տան դիմաց կանգնեմ մեքենայով, սպասեմ, երբ որ դուրս կգաս։ Դու Ադամյան ես։ Ես չգիտեմ դու ով ես։ Ես չգիտեմ քեզնից ինչ սպասեմ։ Բայց ես քեզ արդեն ասեցի, չէ՞ ես ով եմ։ Ու որոշեցինք, որ այդ թեմայով էլ չխոսանք։ Ճիշտ է, որոշել ենք։
լավ կլինի դու համարդ տաս։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Հավատա ինձ չեմ կարող։ Դե ուրեմն ես ստիպված եմ վաղը առավոտ գամ ձեր բակ, սպասեմ, երբ որ դուրս կգաս։ Չէ, նման բան չանես։ Արի այսպես պայմանավորվենք։ Վաղը ես այս ժամին այստեղ կլինեմ, լավ։ Լավ, եթե տենց է քեզ հարմար, սպասեմ։ Լավ։ Պարոն Ալբերտյան, եկա։ Բարով եկար։ Որ եկար ինչ ես ասելու։ Շուշանը։ Շուշանը։ Չգիտեմ։ Ով թե չգիտես։ Ո՞չ չգիտես։ Շուշանը։ Դուրս եկավ, ասես papan ասել է 3 ժամով ազատ ես։ Ո՞ց թե։ Հետո ինչ ա եղել։ Դե ես էլ գնացի։ Ասիկա իրան թողերս գնացել ես։ Որտե՞ղ ես թողել։ Արա, այս վերջի դեպքերը ձեզ դաս չեղան։ Որտե՞ղ ես թողել։ Ինքը մեքենայով գնաց։ Ինչ մեքենա։ Տաքսի։ Լավ դու գնա։ Դու հանգիստ եղի, ես հիմա կզանգեմ կիմանամ։ Ո՞ւս ինչ ա կատարվում։ Ալո։ Որտեղ ես Շուշան ջան։ Տուն եմ հասնում արդեն։ Ինչու ես ջղայնացած սանո։ Գգաս կխոսանք։ Լավ։ Ինչ ասում։ Տունը հասնում արդեն։ Դե պարկոս։ Արա շվցր է ծրա։ Միքո, ես ինչ ես անում։ Նստած եմ, չի կարելի։ Թե նեղվեցիր հոպար ջան, որ մարկի տեղն եմ նստել։ Հեսա վեր կկենամ։ Նստի։ Պրոբլեմ չկա այդ աթոռի մեջ։ Այդ աթոռին ով ասես կարա նստած էլի։ Կարևորը գիտես որն է, որ ով որ այդ աթոռին նստած էլի իմանա, որ սա ընտանեկան բիզնես է։ Ու եթե ինքը ինչ-որ բան անում է, ինքը անում է բոլորի համար։ Եթե անում է լավ, ուրեմն բոլորիս համար է լավ։ Իսկ եթե անում է վատ, ուրեմն բոլորիս համար է վատ։ Պարզ է։ Հարց չկա։ Բան չասի, համաձայն եմ։ Հիմա ասա ինչի ես եկել։ Եկել էի աղբորս հետ խոսայի, ենել ոնց որ ժամանակի չուտ շաբաշ արել։ Դու ինչ ես եկել հոպար։ Ես եկել եմ թղթեր վերցնեմ։ Հələ մի հատ ինձ ասա այս խելոքդ ինչի է շվացնում։ Սիրում է շվշվալ։ Սիրյոգը ապուշ յեդե էլի։ Սրա պապը չոբան է եղել։ Տենց շվացնելու հետ սեն ունի։ Հետո չգիտի որ ուրիշի օֆիսում չի կարելի սուլել։ Не надо свистеть. Денег не будет. Да. Միքայել, Մարկը տաննա։ Տան տեղը հիշում ես։ Ջերմու հարազատ, տաքու արևոտ հայրականի մտում։ Հա, ոչ ինչ։ Բատունը մոռանել կլինի հոպար։ Բացառվում է։ Հոպար դու կիմանաս։ Նարեկն ուրա չի երևում։ Կորցրել ես։ Կորցնելու բան մենակ ինքը ունի։ Ես հաստատ կորցնելու ոչինչ չունեմ։
Ասաց հեսա հասնում աղապար։ Հեսա աշկը ստենա։ Ես ինչ ես անում Շուշան։ Քեզ բառացի ասում եք վտանգավորա դու էլի գնում ես։ Բայց ոչ մի բան չեղավ, չէ՞։ Դու հասկանում ես, որ մենք անհանգստանում ենք Շուշան ջան։ Թե թքած ունես պապայիդ վրա, ին վրա։ Չեմ հասկանում, քո համար մեկ է։ Չէ, ինձ ոչինչ էլ մեկ չի։ Դե որ մեկ չի։ Մի մոռացի, որ հրաշքով փրկվեցիր։ Ես ոչինչ էլ չեմ մոռացել։ Ուղղակի այսպես արդեն չեմ կարողանում ապրել։ Ես նույնիսկ ընկերուհուս հետ չեմ կարողանում շփվել։ Ես ավելի լավ ողջ թաղվեմ, քան այս տանը ապրեմ։ Դու քեզ լսում ես Շուշան։ Հասկանում ես ինչ ես խոսում։ Հիմա էս ամեր կյանքում մենք փորձում ենք քեզ պաշտպանենք, հասկացի։ Այս ձեր կյանքն է, ձեր կյանքը։ Ու այս այն կյանքն է, որ փաթաթեցիք Արտոյի ու Ռոբի վզին։ Հիմա էլ իմ հերթն է, հա։ Տեսար ինչ արեցիր։ Պապան քո մասին է մտածում Շուշ ջան։ Ես հասկանում եմ, որ դու երիտասարդ ես։ Ուզում ես ապրեսնես ոնց քո կողքիններն են ապրում, քո ընկերուհիները։ Բայց հասկացի ցավը տանը, մենք փորձում ենք քեզ պաշտպանենք։ Հետա։ Ու այսօրվա քո դուրս գալն էլ ախրնիկի հետ։ Դա էլ է ռիսկային։ Ինչն է ռիսկ։ Որտեվ Աստված գիտեր ինչ կարող լիներ։ Սանո, հեսա դասերս են սկսվում։ Ինչ պետք է անեք։ Ախրանան գալու է կողքից նստի։ Կողքդ չի նստի, բայց գալը դռան տակ կանգնի։ Շուշան, մենք այս ամեն ինչը քո համար ենք անում։ Որ դու քեզ ապահով զգաս։ Էս է նպատակը։ Պապան նեղացավ ինձնից։ Ոչինչ։ Մի քիչ թող անցնի, կխոսաս հետը։ Այս ձին ես ասեմ որտե կդնեմ։ Ապես կրելու եմ դու չմտածես։ Ստե։ Ապետի չի կարա ճիշտ խոդել լինի։ Ապես խի չի կարաս ձին ստեյցտե գնում ա ու դու խաղը շարունակի կտենաս ոնց է ճիշտ խոդա, էսի շատ ուժեղ խոդա։ Գիտես։ Ես շատ երկար է ես խոդի մասին։ Դոկտոր ես քեզ են ծառնաշաղը։ Նորմալ է։ Շատ արունակ կորցրել է մեր ախպերը։ Չէ։ Լավ, դոկտոր Արուն չի կորցրել, բայց դոկտոր ջան, դու լավ շախմատ խաղալ գիտեիր, չէ՞։ Չէ, չեմ խաղում։ Չեմ խաղում, այդ գիտենք, որ չես խաղում, բայց ուրիշ բան եմ ուզում հարցնեմ։ Ասա դնեմ ինչ ես ասում։ Դե ուզում եմ իմանամ, այս ձին ստեյցտե գնում ա, ու դա ճիշտ խոդա թե չէ։ Որտեղ ուզես կարաս դնես, բայց սկզբունքորեն սխալ։ Տեսա խելոք, որ ասեմ դա սխալ խոդա։ Լավ է, էլի դոկտորն եկավ սրտովը դեր խոսած։ Դու լավ դե թարգե կարա դու որևէ շախմատ խաղացողնեք է։ Ես ընդունակ աշակերտ եմ, դոկտորն կսովորացին ինձ, պետք է կրեմ։ Դոկտորը չի սովորացնի։ Այդ իր շահերից չի բխում, որտեվ ես մնացի հետ եմ խաղալու։ Մնացի հետ ես խաղալու։ Հա, չգիտեիր։ Այդ ո՞նց է չեր ասել։ Մի քանի օրից աշխարհի առաջնությունն է սկսելու։ Ու մի անգամից ֆինալը։ Ինչի ես կանչել։ Լսի դուք տենց հրաժարվում եք հիմա Լևոնին գտնել, հա։ Ոնց։ Երեխան մինչև հիմա տուն չի եկել։ Լսի մի քո ձեռես առնում դու ինձ։ Լսի նորա։ Զառառնելու բան չկա։ Ես մտածում եմ դու ինչ որ ուրիշ խաղերի մեջ ես, ուրիշ մարդկանց հետ։ Նատ կողմնորոշվի, մտածի ով կարա երեխուն տարած լինի։ Հա ճիշտ է, ես ման եմ գալիս։ Մարդ եմ նշանակել զբաղվում այդ գործով։ Բայց դու պատկերացնում ես Երևանում հարց ու փորձանելով երեխա գտնելը ինչ բարդ է։ Մամադ հրաժարվում է իմ հետ կոնտակտի մեջ մտնի։ Մորս հանգիստ թող։
Լսի, մերը տատարել։ Նա ինձ կբացատրես մի բարձ բան։ Ասենք մաման է տարել։ Տարելա, որ զրկի ժառանգությունից ու իրա փայից։ Ով է տանում երեխուն դրա համար 25 տարի անիմաստ պահում։ Այդ դեպքում միանգամից գլխից թողում են ու վերջ։ Հա։ Դե մայրդ ընդունակ է, ես հավատում եմ։ Ես քեզ նորից եմ ասում։ Մորս ձեռքը երեխու վրա չէր բարձրանա։ Ինքը ինչ կարար արդեն արել է։ Մայրդ սուրբ է։ Ոչ մեկս է սուրբ չենք։ Առավելևս դու։ Մերս ինչ կարողացել է, արդեն արել է։ Քո ու քո տղայի համար։ Հենց որ ավելի լավ է գոհ լինես, ոչ թե փննովես։ Պարզ է Միքո։ Սա նշանակում է, որ դու հրաժարվում ես օգնել ինձ։ Ոնց ուզում ես հասկացի նորա։ Քեֆդ ոնց տալիս է մտածի, բայց ենթագիտակցությանդ մեջ տեղավորի, որ Միքայել Ադամյանը Լևոնիկին ման է գալիս։ Ու հերիք ինձ անիմաս զանգես կանչես։ Ես ո պարապ չեմ, 100 գործ ունեմ։ Դու ինքդ նստի ծանր ու թեթև վրա, ում ես ինչ արել, ում ես ինչ ասել, ով է տեղյակ քո անցու դարձերից, ու որ ուզենաս, որ շատ փնտրես, կգտնես, տենց են, չի ասում։ Հալո, բարև ձեզ։ Ես համաձայն եմ հանդիպել ձեզ հետ։ Լավ։ Ուրեմն Լևոնի մասին աշխարհը թող իմանա։ Սրիկաներ։ Մտածում եք Ադամյանը մութ գործերի մեջ է եղել։ Վստահ եմ։ Մնում է պարզենք, թե ինչ գործեր են դրանք։ Եվ ինչ կապ ունի Արտոյի ընկերը իր թշնամու հետ։ Պիտի խոսենք Արտոյի հետ։ Գուցե ինչ-որ բան պարզենք մեր համար։ Դու ինչ գործ ունես դեռ։ Ինչ ես եկել։ Հիմա ես եմ որոշում, Միքո։ Լավ չի էլի, որ դու ես որոշում։ Որովհետև դու ինչ որոշում ես, բոլորս տուժում ենք։ Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կարող Ադամյանների մատը խառը լինել Արամի սպանության մեջ։ Ոչ ոք ինձանից լավ չգիտեր, թե ինչ է կատարվում նրանց տանը։ Զոհի միամտությունը պարտադիր պայման չէ։ Միակ պայմանը ախորժելի խայծ օգտագործելն է։ Եվ ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում այն տեղադրելը։ Զոհակը զգագրավիչ բոյրն ու իր ոտքով կընկնի դրա մեջ։ Քեզ մնում է միայն համբերատար սպասել։